Ճիշտ ասած, եզրափակիչ ելույթի համար շատ մեծ տեքստ է հավաքվել։ Փորձեմ սկսեմ Արցախի հարցով process-ից։ Շատ տարօրինակ է, որ 94 թվականին ազատագրական պայքարի ակունքներում կամ ինքնապաշտպանության ուժեր ղեկավարող անձը, ով նաև այդ հրադադարի ստորագրողներից մեկն էր, հետագայում բավական մեծ ժամանակահատված նաև պետական համակարգի կայացնողներից, այդ հաղթանակը պահողներից, հետագա այլ այդ ընթացիկ հաջողությունները գրանցողներից դուք բերում եք հավասարացնում եք այդ ձեր ժամանակահատվածի հետ, ու ստացվում է այնպես, որ այն փուլում մինչև 2018 թվականը մենք չունենք ոչինչ, մենք միայն կենացներ էինք խմում, մենք խոսում ենք միայն պաթետիկ հայտարարությունների մասին, բայց Արցախը որևէ մեկը մեզանից չէր խլում, եւ 2018-ից հետո, երբ որ դուք եկաք իշխանության, երբ որ դուք եք խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, երբ որ դուք եք ձեր նախընտրական ծրագրերում, կառավարության ծրագրում դրա մասին, ապա մենք ունենք այսօրվա դրությամբ օկուպացված Արցախ, օկուպացված Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններ եւ այլն, փաստորեն հաջողությունը դա էր։ Փաստորեն մենք պաթետիկ կենացներ ենք ասել, խմել, առաջ գնացել մինչև 2018 թվականը, բայց Արցախը պահել ենք, մեր ուժը ցուցադրել ենք որտեղ որ պետք է եղել, մարտի դաշտում, դիվանագիտական դաշտում, բայց դուք եկել եք խոսում եք տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, բայց ունենք այսօր գործված տարածքներ, հանձնված Արցախ կամ օկուպացված Արցախ, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախ, 240 քառակուսի կիլոմետրից ավելի օկուպացված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ո՞րն է ձեր ասացի տրամաբանությունը։ Բանակցային գործընթացի մասին նվազագույն գիտելիքներ եւ տեղեկություն ունեցող մարդիկ տեսել են, թե process-ը 94-ից ոնց է եկել տարբեր հանգրվաններով, հասել պայմանական մադրիդյան փաստաթուղթ, հասել ընդհանուր սկզբունքների շուրջ փաստաթուղթ, հասել Կազան եւ այլն։ Կամ 2018-ին, երբ որ դուք շեշտում եք Սերժ Սարգսյանի տեքստը բանակցությունների կանգ առնելու կամ բարդ իրավիճակի մասին, դուք տեղյակ չեք, թե 3 տասնամյակի ընթացքում բանակցային գործընթացը քանի անգամ է կանգնել, շարժվել, դանդաղել, այս ինչ է դա նշանակում 2018 թվականին։ Կամ դուք եթե եկել եք իշխանության, այդ իրողությունները եւ այդ հայտարարություններին հղում անելով, ապա եթե դուք ձեր ուժերի վրա վստահ չէիք, ինչու եկաք իշխանության, ինչի 21-ին հետագայում եկաք իշխանության, շարունակեցիք ձեր իշխանությունը, այսինքն դուք եկաք պատերազմը տանուլ տալու, դուք եկաք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները ադրբեջանական օկուպացիային այդ արձանագրելու, դուք եկաք 23 թվականին Արցախի հանձնման այդ process-ին, այսինքն դուք ամեն ինչ հաջող եք արել, բայց դրա արդյունքում մեր պետականությունը դարել է խիստ խոցելի, այդ տարածքները անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բայց մենք կենացներ ենք ձեր պատկերացմամբ խմել ու այդ ողջ ընթացքում մեր հայրենիքը կարողացել ենք ամբողջականով պահպանել։ Հիմա տեսեք, ինքնիշխանության թեման անընդհատ այս հայտարարության համատեքստում շրջանառվում է։ Ո՞րն է այդ ինքնիշխանությունը եւ ո՞րն է այդ ինքնիշխանության վտանգը այս հայտարարության մեջ։ Տպավորություն կա, որ մենք տարբեր հայտարարությունների մասին ենք ստեղ խոսում։ Այսինքն Հայաստանի ինքնիշխանությունը որտեղ է վտանգված այս հայտարարության մեջ եւ դուք ինչ եք արել հայկական ինքնիշխանությունը կամ առհասարակ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու տեսանկյունից։ Այն ինչ որ դուք արել եք, ես չէ կամ մենք չենք այս սենյակում որ պետքա ներկայացնենք։ Դա եղել է հանրության հաշվի առաջ, դա եղել է վերջին տարիներին։ Բոլորը տեսել ենք ինչ ենք ունեցել, ինչից ինչ է եկել եւ հասել։ Այս ձևակերպումներ կան եւ Շուշիի հետ կապված եւ Արցախի հետ կապված հնչում են։ Կարծես նույն մարդիկ չեն եղել վազագույնը 18-ից 20 թվականի ժամանակահատվածում, երբ որ գնում էին Արցախ, նույն կենացներն էին խմում, հաջողություն էին անում, ապարում էին Շուշիում, հաղթանակի մասին էին խոսում։ Նույն մարդիկ խոսել են, հիմա այդ նույն մարդիկ եկել են այդպես համատեքստում են այս ամեն ինչի մասին խոսում, ոնց որ հեռավոր ինչ-որ 200 տարի առաջվա իրադարձությունների մասին են խոսում, որին դուք որևէ ձևով մասնակցություն չեք ունեցել։ Այստեղ հայտարարության կոնտեքստի հետ կապված մասնավորապես Տիկին Կարապետյանը տարբեր ձևակերպումներ հնչեցրեց, թե կարելի էր գալ այս կոնտեքստով, կարելի էր գալ այլ այս համատեքստում։ Գիտեք, աշխարհաքաղաքական տարբեր իրողությունները կարելի է իհարկե վերլուծել, քննարկումներ կազմակերպել, դրանք կարելի է հոդվածներով ներկայացնել,
Բայց ես գիտեք, կարող շատ երկար խոսենք, կարող 4-5 ժամ խոսենք, թե հայտարարությունը ի ձևով կարելի էր գալ, ում կարելի էր բերել այդտեղ հիշատակում անել, ինչին բերել սա անել։ Այսինքն դուք խոսում եք մի բանի մասին, որը ավելի շատ ինչ-որ աշխարհակաղական թեմայով կամ կոնկրետ ժամանակահատվածի քննարկում կարելի է ներկայացնել ինչ-որ թեմատիկ առումով, բայց որևէ դեպքում այս հայտարարության հետ որևէ առանձնապես առնչություն չուներ։ Կամ խոսում եք մշակույթի մասին, ասում եք, գիտեք, 14 հատ հայտարարություն ա եղել, բայց հիմնականում եղել են այս կամ այն ուղղվածության, հիմա խորհրդանը գործիք ունի, չէ՞։ Սահմանված է, թե բանը արեք, այդ գործիքը կամ փակենք, ասենք այզևի գործիք չկա, կամ արեք սահմանենք, ասենք գիտեք, այս գործիքը նախատեսված է բացառապես այն իրավիճակների համար, որտեղ սահմանել մի 5 հատ բան, որում օրինակ նմանատիպ իրավիճակները չեն լինի։ Մենք էլ կասենք, դες գործիքը գոյություն չունի, փորձենք այս թեման մեկ այլ համատեքստում